Գյումրու պետական ժողովրդական գործիքների նվագախմբի նվագակցությամբ Շիրակյան հանդիսատեսի դատին հայ երգն է ներկայացնում, այս անգամ երիտասարդ մենակատար Արտավազդ Մելքոնյանը։ Համերգը իր իմաստով, այսպես ասած, հայապահպանություն է իր իմաստով, որին ես շատ եմ տեղ տալիս իմ կյանքում, իմ գործունեությամբ փորձում եմ պահել այդ ամենը, ճիշտն ասած այսօր գիտենք ինչքան դժվարություններ կա, բայց ամեն դեպքում եթե հնարավորություն տրվում է, ես այսպես ասած շատ մեծ ուրախությամբ փորձում եմ այդ ամենին մասնակից լինել, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդիկների պետական նվագախումբն իրականացնում է հայ երգը նախագիծը, որի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը։ Հավատարիմ այս սկզբունքներին Գյումրու պետական ժողովրդիկների նվագախումբը հանդես եկավ մի երգչի հետ, ով ջանք ու եռանդ չի խնայել ակունքներից բխող հայ երգի պահպանման համար։ Այդ բովանդակային շեշտերը այս կոնկրետ ծրագրում հետաքրքիր է նրանով, որ ընտրելու ենք մի երգչի, որը ես որքան գիտեմ Գյումրիում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, թեև միջին տարիքի երգիչ է եւ շատ մեծ հետաքրքրություն է առաջացել, ինչ առումով, որովհետեւ կարելի ասել ինքնուս երգիչ է, նկատի ունեմ պրոֆեսիոնալ կրթության առումով։ Անշուշտ վարպետների ձեռքի տակ եղել է, ունեցել է բնականաբար վարպետի ուրեմն հետ շփում, բայց հետաքրքիր հենց դրանով, որ նա ավելի շատ զգալով եւ երաժշտությունը իր մեջ կրելով, այսպես ասենք, չերկել չկարողանալով է դարձել երգիչ։ Աշխուհական երգեր ենք առանձնացրել Սայաթ-Նովարից, Հավասի, Ուսանաշոտ, Շերամ։ Հոգեհարազատ կատարումներ, որոնք հայ երգարվեստի գոհարներն են, իսկ Գյումրիում այդ արվեստի ներկայացումը կարևորում են նաև ավագ սերնդի վարպետները։ Բավականին գեղեցիկ նախաձեռնություններ։ Նախ Գյումրին ինքը որպես արվեստների քաղաք, ես ինքս եմ հրապուրված Գյումրիով, շատ բազմաթիվ անգամ եմ ես ելույթ ունեցել Գյումրիում, հենց նախաձեռնության հիմնական ամենակարևորագույն գաղափարներից մեկը հենց նա է, որ ինչու է սկսել հենց Գյումրիից։ Եվ սա ամենա թերևս գեղեցիկ, այս գեղեցիկ նախաձեռնության ամենակարևորագույն էտալոնը դա էր, որ նա սկսել է Գյումրիից եւ հատկապես այդ նվագախմբի ժողովրդական գործիքների այդ մեծ նվագախմբի հետ ես կասեի ոչ միայն մարզերին, այլ առհասարակ ամբողջ մեր Հայաստանին եւ Սփյուռքով սա անհրաժեշտություն է, սա բոլորիս համար է։ Մենք պետք է ամեն մեկս այդ առաքելությունը վերցնենք մեզ վրա տարածելու, պահպանելու։ Այս համերգային ծրագիրն ունի նաև իր թիրախային լեսարանը, հանդիսատեսի շարքում մշտապես ներկա են նաև ապագա երաժիշտները։ Շատ դուր է եկել Գյումրու ժողովրդիկների ընդհանրապես ամբողջ համերգները եւ մշտական ցանկանալու եմ գալ։ Ամեն ինչ լավ է կազմակերպված, շատ սիրուն է, հանկարծների համար շատ հաճելի է եւ ուզում եի էլի մասնակցել այսպիսի համերգների։ Գեղեցիկ կատարումներ հարուստ պատմությամբ Սայաթ-Նովայից մինչև Աշուղ Շերամ եւ ինչպես միշտ հայրաքաղաքի ջերմ ծափերով համեմված։